Հայաստանից է եկեղեցի գալու խնդիր կա, հեռախոսը վերեսկալ է, ասում ես Փաշինյանը կոչերով մարդ, դուխի վախում ես ինձ հարց տաս, կոչերով մարդ մենակ դուք եք ստեղ բերում։ Դուք վախեցեք։ Դուք ես կորեկտ բայ, թե չստերից դուրս կգաս։ Դուք եք անելու ինձ։ Ով ա ում լուծարել, ով ա լուծարել ես եկեղեցու ծառային, ով ա լուծարել։ Ինչ որ մեկը, որ 36 տարի ժողովրդի կողմից լուծարված է, հիմա էլ քերագնի կողմից է լուծարվել։ Այս երկրում ինձ ամբողջ աշխարհը տեսել է, պատերազմի օրվանից մինչև առեսօր, պատերազմի չեմ մասնակցել, պատերազմի օրվանից հիվանդանոցներում, չհաստերում օգնում է երեխեքին, քու նման պշնված ես, անտերը չէի կողմ մարկած բերած։ Մի խանգարեք։ Քիսանոմյան դուրը տեկելա բռնել ես, գնային կողմ։ Ումից չհանես։ Կներեք, ձեզ դուր կգար, որ ձեր աղջկա, ձեր կնոջ հետ նման կերպ խոսեին, կծիծաղեիք։ Անաչառ լինեիք, ես հարցերը Դուք անաչառ եք։ Այո, դու հարցերը տայիր վերև նոր գայրստեր։ Վերևը ով է կներեք։ Կաթողիկոս կոչեցյալը պտի մի րոպե, հա, ես Ռուստամն եմ, կարաս խոսքերս փոխես, ձևափոխես, կարաս ասես Ռուստամն ասել է։ Հա, ես թքած ունեմ, ես որտեղ եմ, աննամ Սերանո, ես իմ հողու ջրի մեջ կանգնած եմ։ Մի հարցրու։ Մի հարցնելուն ձև ունեցի։ Դու հայ քրիստոնյա ժողովրդին հարցնում ես։ Դուք հաճախ եք գալի եկեղեցի։ Ես ինքս հաճախ եկեղեցի չեմ գալի, ժամանակ չունեմ, այսօր էլ գործերի բերումով։ Այսօր հատուկ եկել եմ եկեղեցի, որ ձեզ ասեմ, այս անտերն ինչ է, թաղման ժամանակ, հարսանիքի ժամանակ, եռաբլուրում զինվոր հողարկավորելու ժամանակ, առնում եք մտնում մարդկանց բերանը։ Ինչ ասա, ձեզ հաճույք է պատճառում։ Թափթփուկ համակարգ է Հայաստանի Հանրապետությունում լրագրող համակարգը խեղաթուրված համակարգ է։ Խեղաթուրված շայտարակություն եք։ Խեղաթուրված եք, եք որ ծառայել եք ընդամենը մի պատվիրանի։ Ես Կիրակի եղել եմ, այո, և մթնոլորտն եմ տեսել, և տեսել եմ քարոզի որակը, ես մտածում եմ, որ սա այդուհանդերձ հավատավորների համար նախատեսված միջոցառում էր և պետական դերակատարությունը այստեղ չպետք է գերագնահատվի կամ դերագնահատվի, ըստ էության բոլոր անհրաժեշտ անվտանգային միջոցառումներն ապահովված էին, հաշվի առնելով այո Բարսասչյան պաշտոնատար անձանց ներկայությունը այնտեղ, մթնոլորտը շատ քրիստոնեական էր և շատ հավատավոր և նույնիսկ պատերազմից հետո բավական երկար ժամանակ մարդիկ խոսում էին, զբոսնում էին, մտորում էին, նես որ ես այդ տեսանկյունից մեծ խնդիր չեմ տեսնում։ Ես ընդհանրապես համոզված եմ, որ հայ առաքելական եկեղեցին պետք է դառնա ոչ միայն մեր ինքնության մաս, ինքը շարունակելու է մնալ մեր ինքնության մաս, այն նաև պետք է դառնա մեր հոգևոր կյանքի մաս, որովհետև գիտեք եկեղեցին սոս չպետք է դիտարկվի որպես քո ինքնությունը, հայ լինելու ինքնությունը միայն պահպանելու միջոց, այլ նաև հոգևոր դաշտ, հոգևոր միջավայր ձևավորելու միջոց։ Սա շատ կարևոր է, որպեսզի եկեղեցին չդառնա ֆորմալ ինչ-որ մի բան ընդգծելու համար քո հայ լինել, այն նաև հոգևոր դաշտը պետք է լցնի, որովհետև հոգևոր դաշտը նաև որոշակի առումով բարոյական փոխակերպման հնարավորություն է տալիս յուրաքանչյուրիս։ Օհանավանքը, որպես այդպեսին, շատ ուրույն տեղ է զբաղեցնում հայ եկեղեցիների և վանքերի շարքում, թե իր ճարտարապետական լուծումներով, թե այն հոգևոր արժեքներով, որոնք այնտեղ զետեղված են։ Այսքանը։